Պարոն Ղազարյան, ինչու է սկան ոստիկանական ուժ կենտրոնացվել, այստեղ կարող եք բացատրել։ Ծառայություն ենք իրականացնում։ Բա ինչ վտանգ կա այսքան տարբեր։ Դե ասենք այստեղ տեսնում ենք, որ Հավաքի խաղ բնական ընթացն ենք ապահովում, ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հասարակական կարգը ու քննչական կոմիտեի բնական գործունեություն։ Ամեն օր այսքան ոստիկան են։ Ամեն օր հավաք չի լինում։ Ամեն օր այստեղ հավաք չի լինում։ Հիմա հավաքով պայմանավորված այդ միջոցառումներն ենք իրականացնում։ Իսկ թվում է առանձնահատուկ ինչ-որ բան չկա, էլի նորություն չի ձեր համար։ Այդ sense որ նայում եմ քաղաքացիներին ու ոստիկաններին, մի քաղաքացուն 5-6 ոստիկան է հասնում, պարոն Ղազարյան։ Հա, տենց որ հաշվում է։ Վախ կա, որ այս Ոչ մի դեպքում վախ չկա, ոչ մի դեպքում։ ինչու այսքան շատ։ Շատ։ Թողեք դա մենք գնահատենք արդեն շատ է։ Ինչ վտանգներ կան։ Ամենապես մեր կողմից վտանգ չկա։ Այդ դեպքում ինչու են այսքան շատ ոստիկանները։ Այդ շատը հարաբերական է, ձեր կարող գնահատեք շատ, բայց որքան որ ամեն օր այսքան եթե ոստիկանության ծառայությունից դժգոհություններ կան, խնդրում եմ առարկայական նշեք կամ դիմեք ներքին գործերի նախարարություն, էլի։ Մեջան եկեք հարցազրույցի չվերածեք։ Ուղղակի ծառայություններ վերաբերում Նարեկի հարցը դրա համար պատասխանեցինք, էլի։ Ծառայությանը ոստիկանը ծառայություն է իրականացնում։ Ես էլ հարցնում եմ, որպես ոստիկան դուք խոշտանգման կամ քաղաքացուն ոստիկանության բաժանմունքում ծեծելուն ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ։ Ոնց կարող է նորմալ մարդը խոշտանգմանը կամ ծեծին լավ վերաբերել, չի կարող։ Քննադատում դատապարտում եք յուրաքանչյուր ոստիկանի կարծիքով։ Դատապարտում եք լոռու գործընկերների Ես ծանոթ չեմ գործին, քո վարույթ իրականացնող մարմինը կպարզի հանգամանքները կասի։ Լավ ժողովուրդ։ Այդ շատ է, պարոն Ղազարյան, շատ է, պարոն Ղազարյան, ոստիկանությունում բնության դեպքերը շատ են ոստիկանություն։ Ես տեղյակ չեմ։